Նորից 10-ն է, մոտ 4 ժամից ավելի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի և Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների փրկարարներ, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանի գլխավորությամբ և Սևանի ջրասուզակները 4 ջրասուզակ մի քանի ժամ է նորից շարունակել են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Փամբակ գետում։ Այս պահին հայտարարվեց մոտ 1-1.5 ժամ ընդմիջում, քանի որ բավականին դժվար է, այն որ ասա բերնով եք ասում 4-5 ժամ վարար պղտոր գետում մոտ 2 կիլոմետր երկարությամբ որոնողական աշխատանքներ կատարել։ Նաև մյուս հատվածում աշխատում են ՀՆՓ-ի ջրասուզակները, բայց ցավոք մինչև այս պահը երեխայի հայտնաբերման մասին տեղեկություններ չկան։ Գետի ողջ երկայնքով նաև աշխատում են համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի 30-ից ավելի համայնքային ոստիկաններ, բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ։ Հիմա այս պահին նաև կամավորներ, մեծ թվով քաղաքացիներ աշխատում են նորից որոնողական աշխատանքները իրականացնում են։ Եթե այդտեղ կոնկրետ, եթե իրար հետ քննարկենք, հասկանանք, որ դա բան է, բան կարանք առողջ գանք այդից սկսենք, օրինակ։ Բացեց այդտեղ քարից հետ, դրա հետ մասը ծառը։ Արսացը, այդ ծառը միջև մի մնում է, էլի։ Կարանք երկազա, Համը բաղու աշխատանքների պլանավորում անենք, էլի գոնեցին սկսենք, չի։ Չէ, ջուրը քաշում ֆուտբոլիստ ունես։ Հեսա գիտեն որ մենք չէ, չէ, Հիտը հենց է։ Դայնի ցարը նաս կավի դի։ Բաշխան Իմ ավտոն սա։ Ինչը վա, իննա իմ ավտոն։ որ կասկածելի գրնի, ասեք, ով տեսել է ինչը մի տոկոսի կասկած կա, համեն բաղարպես կամացավոր, Դեմինա Նավդալյան ջան, մենք չենք կարած ասում, չէ սադախու աղբեսան, լալով էտ
Բայց գոնե օրինակ նա այսօրվան ես եկա թեւը նայ տղեկների եկող, եթե մի օքեյ, այսօր ցածր դեպքում ես չեմ ասել Դավիթ ջան, նստեք մեր ավտո գնացեք։ ըստե ֆորացի Ռուբեն անի թե չէ։ Դավիթն էլա, չէ, փրկարար Արցախուրդի հաշվին եկել է, երկուսն են փրկարարներն Արցախուրդի հաշվին։ Նկարեք, էլի մի երկու նկարարեք, հասկանում եք։